կիրակին, որ կոչվում է անառակի կիրակի։ Կիրակին իր անունը ստացել է համանուն առակից, որ վերցված էր Ղուկասի ավետարանի 15-րդ գլխից։ Երևի աշխարհի ամենատարածված առակը, ամենատարածված աստվածաշնչյան հատվածը հենց սա է, որ կա։ Կարդացել ես, թե ոչ, գիտես, թե ոչ աստվածաշնչում, հետևյալ վերնագիրն անպայման գիտես, անառակ որդու վերադարձը։ Ամենայն հավանականությամբ, հենց այդ առաջի բառն է, պատճառ է հանդիսացել, որպեսզի ավելի լավ հիշվի սա։ Անառակ որդի։ Բայց անառակը այն չէ, ինչ որ մենք ենք մտածում եւ այն ինչ որ մենք ենք պատկերացնում, անբարոյական։ Դա չէ բնավ։ Անառակ նախ եւ առաջ նշանակում է խրատ չստացած։ Առակները որպես մարդկանց կրթելու, որպես դաստիարակելու առանցքային փոքր պատմություններ։ Անառակ նշանակում է խրատ չստացած, առակով չդաստիարակված, հոգևոր գիտելիք չստացած։ Ուրեմն անառակ որդին ավետարանի մեջ ընդամենը այսքան տեղ է զբաղեցնում, միթից, բայց այդ միթզի մեջ երևի ամբողջ բնակչությունը պարփակված է։ Ես կամ այստեղ։ Ամենայն հավանականությամբ ձեզանից ամեն մեկն էլ իրեն կարող է գտնել այս տողերի ներքո։ Ամենքս էլ ինչ-որ կերպ, ինչ-որ ժամանակ եւ ինչ-որ պահից սկսած գոնե կյանքում մեկ անգամ անպայման հեռացել ենք մեր հորից, որ երկնքում է։ Հիմա եկեք կարդամ նորից ավետարանական այս հատված առակը, որպեսզի եւս մեկ անգամ վերհիշենք, թե ինչ է ուզում մեզ պատգամել այս կիրակի խորհուրդը։ Եվ ասաց. մի մարդ երկու որդի ուներ։ Նրանցից կրտսերը հորն ասաց. հայր, տուր քո ունեցածից ինձ ընկնող բաժինը, եւ նա ունեցվածքը բաժանեց նրանց։ Շատ առաջ չանցնեմ, մեկ առ մեկ, տող առ տող, որտեղ որ բացատրության, մեկնաբանության կարիք, այդպես բացատրեմ, որպեսզի կարողանանք ընկալել։ Մի մարդ երկու որդի ուներ եւ նրանցից կրտսերը հորն ասաց. հայր, տուր քո ունեցվածքից ինձ հասանելիք բաժինը։ Երբ է մարդը ժառանգության տեր դառնում։ Այն ժամանակ, երբ որ ծնողը չկա, ժառանգության տերը, երբ որ չկա, նոր սկսում է նոր տերեր փնտրել, զավակներից ավակին, կրտսերին, մյուսին, ում ինչքան բաժին է հասնում։ Կրտսեր որդին եկավ, հոր առջև եւ բառացիորեն հետեւյալը ասաց. հայր, այսպես թե այնպես մեռնելու ես։ Մի օր շուտ, թե մի օր շուտ, ուշ, բայց ես ժամանակ չունեմ այդքան սպասելու, կյանքս հոսում է, անցնում է, գյուղի այս միջավայրում, քաղաքի կյանքը թողած, ես չեմ կարող սպասել այնքան ժամանակ, մինչև դու ապրես, մեռնես, հետո նոր ժառանգություն ստանամ, որ կարողանամ գնամ աշխարհը վայելելու։ Զավակը հոր երեսին կանգնում եւ հետեւյալ բառն է ասում. մի օր մեռնելու ես միևնույն։ Արի հիմա բաժինս տուր։ Քանի դեռ երիտասարդ եմ, քանի դեռ կյանքով լեցուն եմ, որպեսզի գնամ եւ կյանքս վայելեմ։ Դա յուրաքանչյուր ծնողի համար միջև սրտի խորքերը հասցրած վերք է։ Եվ նա ունեցածը բաժանեց։ Քիչ օրեր հետո կրտսեր որդին հողից վերածելով ամեն ինչ, գնաց հեռու աշխարհ եւ այնտեղ վատնեց իր ունեցվածքը։ Իմիջայլոց գրապար տեքստի մեջ երբ որ ընթերցեք, այնտեղ գրված չէ նա ունեցվածքը բաժանեց։ Գրապարի մեջ գրած էր, որ հայրը կյանքը բաժանեց։ Ում սա միայն ունեցվածք չէ, այլ դա հոր կյանքն է։ Ծնված օրվանից աշխատել, արարել, ստեղծել, կուտակել, դա իր ամբողջ կյանքն էր։ Նման այն նյութականի, որ դու կուտակել եք, արդյոք այդ նյութականը ունի միայն դրամական արժեք, ոչ։ Դա ունի ժամանակային նաև արժեք։ Այն ինչ որ դուք նյութական արժեք եք միայն ու միայն հաղորդում, կուտակելու համար քանի տարի անհրաժեշտ եղավ։
կառուցելու համար 10 տարի, 20 տարի, 30 տարի ծնողդ կառուցեց, բայց ինչքան հեշտ ենք մենք կարողանում վաճառել դա։ Ուրեմն երբ որ դու մի բան վաճառում ես, դրամի ես վերածում, միշտ հիշիր, դա ոչ թե ուղղակի ունեցվածք է, այլ ինչ-որ մեկի կյանքը։ Ուրեմն գրամարի մեջ գրված է, հայրը կյանքը բաժանեց, այն ինչ-որ ստեղծել էր ամբողջ կյանքի ընթացքում կյանքը բաժանեց, եւ իր կյանքի մի հատվածը տվեց իր որդուն։ Հայրն որդին էլ շատ կարճ ժամանակ հետո դրամի վերածեց ամեն ինչ եւ գնաց ուրիշ աշխարհ, վատնեց իր ունեցվածքը։ Հրաշալի բառ է, բացատրել է մեկ անգամ, վատնեց, արմատն էլ վատն է, վատ բաների համար ծառայեցվեց, որովհետև անառատ կյանքով էր ապրում, եւ երբ ամեն ինչ սպառեց, այդ երկրում սաստիկ սով եղավ, եւ նա սկսեց չքավոր դառնալ։ Գնաց դիմեց այդ երկրի քաղաքացիներից մեկին, եւ սա ուղարկեց նրան իր ագարակը, խոզեր արածեցնելու։ Մի բան, որտեղ որ մեծ ամոթ կար, հրյալի համար, ով որ խոզը պիղծ է համարում, հերիք չէ մոտենա, մի հատ է խնամի, ուրեմն այս բառով երևում է, թե մարդը իր սկզբունքները ինչքան կարող է շրջանցել զուտ մեկ բանի համար, որովհետև ծայրահեղ սոված է, քաղցած եւ այլևս ելք չունի, ուստի ինքն իրեն է շրջանցում, ինքն իր սկզբունքները, իր ազգային ավանդությունները, սովորությունները եւ մոտենում է պիղծ կենդանի արածեցնելու նպատակով։ Այնքան սոված եւ անելանելի է լինում վիճակը, որ ցանկանում է իր որովայնը լցնել եղջերու պտղով, որ խոզերն էին ուտում, բայց ոչ ոք այդ նրան չէր տալիս, անգամ խոզիկերը այդ մարդուն չէին տալիս, որը սաստիկ սոված էր։ Ապա խելքի եկավ եւ ասաց. քանի վարձու աշխատողներ կան իր հոր տանը, որ առատ հացում են, եւ ես այստեղ սովամահ կորչում եմ, վեր գնամ իմ հոր մոտ եւ նրան ասեմ. հայր, մեղանչեցի երկնքի դեմ եւ քո առաջ, եւ այլևս արժանի չեմ քո որդին կոչվելու, ինձ վերցրու իբրև քո աշխատավորներից մեկը։ Ուրեմն մարդը այդ անելանելի վիճակում քանի անգամ է հիշել որ տունը, որտեղ որ առանության մեջ էր, որտեղ հացալից սեղանների շուրջ էր, աչքերը փակ երազում էր, աչքերը փակ վերհիշում, բացում էր աչքերը նորից նույն խոզանոցում, որտեղ որ եղջերու պտուղն անգամ իր բաժինը չէր, եւ սովից տարակում էր, ասում են ուշքի եկավ, խելքը գլուխը հավաքեց, եւ հիշեց ու սկսեց բառեր, տեքստեր տնտղել մտքի մեջ, ինչ ասեմ հորս, երբ որ առաջին անգամ կհանդիպեմ նրան, դուք շատ հաճախ, շատ կարևոր հանդիպումներից առաջ տեքստ եք մշակել։ Կլինի երկար բացակայությունից հետո մեկին հանդիպելիս, դուք ինչ չեք շարադրել ձեր մտքերը, այսպես կասեմ։ Հիմա առավել դիպուկ օրինակ երիտասարդների համար, մանավանդ տղաների, երբ որ իրենք կյանք ուզում են կապել, գտնել որևէ աղջկա, որևէ մեկին, որ իրենց կողակիցը պիտի լինի, իրենց ապագա կինը պիտի լինի, միջև մոտենում են, 1000 անգամ մշակում են, այսպես կասեմ, այսպես խոսեմ, այսպես կամտածեմ, մոտենալուց հետո կամ ստացվում է բառեր իրար հետևի շարադրել կամ հուսմունքն իրենց տիրում է։ Այս տղան էլ, այս երիտասարդն էլ շատ կարևոր հանդիպումից առաջ ամոթը սրտի մեջ խոսքերը մտքում, թե ինչ է ասել հորը գնալուց առաջ, որ հայր մեկը մահանալու ես։ Ես սպասում եմ մեռնելուց, մի ոչ շուտ մահացիր խնդրում եմ, բայց եթե պիտի ապրես, գոնե ունեցվածքս տուր, այս բառերը ինքը նույնպես հիշում եմ։ Եվ հիմա այդ բառերը հիշելով, վիրավորանքը վեր հիշելով, նորից բառեր է շարադրում, ինչպես հետ գնամ հորս մոտ եւ ինչ ասեմ, խնդրում եմ ձեզ, լավ հիշեք այս տողերը, թե ինչ էր ասում զավակը եւ ինչ էր մտածել ասել։ Հայր,
մեղանչեցի երկնքի դեմ և քո առաջ, և այլևս արժանի չեմ քո որդին կոչվելու, ինձ վերցրու իբրև քո աշխատավորներից մեկը։ Դա էր իր տեքստը, որ պիտի հորը տեսնելուց ասի։ Եվ վեր կացավ, եկավ իր հոր մոտ, և մինչդեռ հեռու էր, հայրը տեսավ նրան և գթաց։ Հիմա մայրերի համար օրինակ բերեմ, որպեսզի առավել պատկերավոր լինի։ Պատկերացրեք դուք ձեր տղային բանակի ծառայության եք ճամփել, բայց չկա ծառայությանը ժամկետ։ Հիմա գիտեք 2 տարի է, եւ դուք սպասում եք 2 տարի հետո պետք է տղաս գա։ Դուք գիտեք, որ միջանկյալ 10 օրով պետք է գա ձեր զավակը։ Հիմա պատկերացրեք, ուղարկել եք մի տեղ, որտեղ չգիտեք երբ է հետ գալու ծառայությունից, չգիտեք ինչքան է տևելու ծառայությունը եւ արդյոք կվերադառնա թե ոչ։ Բայց ինքը ձեզ չի վիրավորել, գնալուց առաջ դուք չեք նեղվել իրենից։ Գնալուց առաջ ճանապարհել եք եւ գիտեք ընդամենը ձեր գյուղ մտնող կամ ձեր համայնք մտնող մեկ ճանապարհ կա։ Ամեն օր արդյոք չես նայ այդ ճանապարհին։ Տեսնես հիմա կարող է գա, կարող է այսօր գա, կարող է երեկոյան գա։ Իսկ եթե ձեր տան պատշգամբը նայի այդ փողոցի եզրին ամենահեռվին, քանի անգամ կմոտենաք պատշգամբ եւ քանի անգամ լուսամուտից այն կողմ կնայեք, եկավ, քանի անգամ կնայեք հորիզոնից այն կողմ, ինչքան աչքի տեսողությունը թույլ է տալիս, տեսնես եկավ, միշտվեր եք տեսնում երկար ժամանակ այսպես խոշորացված աչքերով նայում եք, իմն է, թե չէ։ Այդպես կարող է անել միայն նա, ով շատ սիրում է եւ շատ սպասում է։ Տեսեք ինչ է ասում։ Եվ երբ զավակը եկավ, հայրը հեռվից տեսավ նրան։ Հայրը նման էր մի ծնողի, ով որի որդուն ճանապարհել էր, բայց սրտի մեջ վիրավորանք չէ, որ ամեն օր սպասում էր, միգուցե այսօր գա, միգուցե այս երեկոյան, եւ անընդհատ պատշգամբից այսպես թաթերի վրա նայում էր ճանապարհի հեռվին, հորիզոնից այն կողմ։ Եվ դրա համար ասում, հեռվից տեսավ, իր որդուն սպասում էր անընդհատ, դրա համար այդ ճանապարհի եզրին էր նայում։ Վեր կացավ եւ վազեց նրան ընդառաջ, ընկավ նրա պարանոցովը եւ հափուրեց նրան։ Հայրը որդուն տեսավ ի վերջո, անառակ որդուն, ով որ իր կյանքը կիսել էր, դրամի էր վերածել, հորը մինչև հոգու խորքը վիրավորել էր, բայց երբ որ տեսավ իր զավակին, պատշգամբից սպասում էր, շուտ իջավ ներքև, վազեց, ով իմանա, թե քանի տարեկան էր։ Միգուցե 1000 ցավի տեր էր, 1000 հուզմունքի տեր էր, բայց այդ ուրախությունը ցույց է տալիս իր վազելը բառով, վազեց որդուն ընդառաջ։ Եվ հիշեք տեքստը, որ զավակը մտածել էր, որ հորս տեսնեմ սա կասեմ։ Երևի մի քանի մետրի վրա, 2-3 մետրի վրա, երբ որ հայրը գալիս էր, արդեն այստեղ կոկորդի վրա այդ բառերը շարված։ Ուզում է հորը հետևյալն ասի։ Հայր մեղանչեցի երկնքի դեմ եւ քո առաջ, այլևս արժանի չեմ քո որդին կոչվելու եւ դրած է վերջակետ։ Բայց սկզբում տեքստի մեջ ուրիշ բան էր գրված։ Գրած էր հայր մեղանչեցի երկնքի դեմ եւ քո առաջ եւ այլևս արժանի չեմ քո որդին կոչվելու, ինձ դարձրու քո աշխատավորներից մեկը։ Զավակը վերջին պարբերությունը չասաց, որ ինձ քո աշխատավորներից մեկը դարձրու, ինչու չասաց։ Միթե տեքստը փոխվեց, միթե միտքը փոխվեց, միթե չէր ուզում դառնալ նրա աշխատավորներից մեկը, ոչ բնավ, ուզում էր անպայման։ Ուղղակի մի բան եղավ իր հետ, որ չկարողացավ այլևս շարունակել, ավելի լավ է մեկ անգամ ցույց տալ, քան թե 1000 անգամ բացատրել։ Ուրեմն երբ որ հայրը մոտենում է, վազելով, որդին ընկնելից ասում է, հայր, մեղանչեցի երկնքի դեմ եւ քո առաջ, այլևս արժանի չեմ քո որդին ունել։ Ուզում է շարունակել, ուղղակի հայրն էսպես եկավ, այսպես գրկեց, սեղմեց իրեն, որ չկարողացավ այլևս ասել։ Զավակը միևնույն է, պատրաստ էր ծառա լինել, աշխատող լինել, ուղղակի հայրը, կարոտած հայրը էնպես գրկեց, բառերը կոկորդում մնացին։
Եվ հայրն ասաց. անմիջապես հանեցեք նրա նախկին պատմուճանը։ Պատմուճանը անձին խորհուրդ մն, ասում է այլևս նախկինը չի։ Պատմուճանը հանեք, նոր հագուստ թող հագնի, թող նորով զգեստավորվի։ Եվ հարցրեք նրա մատանին, որ իշխանության խորհուրդ ունի։ Եվ նրա ոտքերին կոշիկներ դրեք, բերեք պարարտ եզը, մորթեցեք, ուտենք և ուրախ լինենք, որովհետև իմ այս որդին մեռած էր և կենդանացավ, կորած էր և գտնվեց, և սկսեցին ուրախանալ։ Ուրեմն հիշեք նաև այս մորթված եզին, երբ որ ավագ որդին գալիս է, ասում է այս ինչ է կատարում, մի օր մի ուլ չմորթեցին։ Ամենայն հավանականությամբ կրծեր որդին էլ երբեք ուլ չէր մորթել, որպեսզի ուրախանա։ Բայց երբ որ հայրը գալիս տեսնում է իր որդին, ամենապարարտ եզին մորթել է տալիս։ Կիսում է բոլորի հետ իր ուրախությունը։ Իմիջ այլոց ծառաները չեն հասկանում։ Ինչի համար է ուրախ հայրը։ Մի անառակ որդու, ով որ իրեն կես ունեցվածքի տեղը դարձրեց։ Իսկ ավագ որդին առավել ևս չի հասկանում, որ ուրախությունն է։ Հայրն է զարմանալիորեն չի հասկանում, թե ինչու չեն ուրախանում։ Պարադոքս, այստեղ ոչ մեկի չի հասկանում։ Ոչ մեկի ուրախությունը չի ընկալում։ Իսկ նրա ավագ որդին ագարակում էր։ Եվ մինչ գալիս էր և տանը մոտեցավ, լսեց երգերի և պարերի ձայնը, և իր մոտ կանչելով ծառաներից մեկին հարցրեց, թե այդ ինչ է։ Եվ սա նրան ասաց, քո եղբայրը եկել է, և քո հայրը մորթեց պարարտ եզը, որովհետև ողջ առողջ ընդունեց նրան։ Նա բարկացավ և չէր ուզում ներս մտնել, իսկ հայրը դուրս ելնելով աղաչում էր որդուն։ Որդին պատասխանեց և ասաց հորը. այս քանի տարի է, որ ծառայում եմ քեզ, և երբեք քո հրամանները զանց չեմ առել։ Ինձ երբեք մի ուր չտվիր, որ բարեկամներիս հետ ուրախություն անեի։ Եվ եկավ քո այդ որդին, որը քո ունեցվածքը կերավ կորնիկների հետ։ Պարարտ եզը նրա համար մորթեցիր։ Հայրը նրան ասաց, որդյա, դու միշտ ինձ հետ ես, և ամեն ինչ, որ իմն է, քոնն է, բայց պետք էր ուրախ լինել և ցնծալ, որովհետև քո այս եղբայրը մեռած էր և կենդանացավ, կորած էր և գտնվեց։ Բնական եմ համարում ավագ որդու մոտեցումը, չի կարողանում հասկանալ, ինչ կա այդտեղ ուրախանում։ Հայրը զարմանում է, որ իր պես ոչ ոք չի զգում։ Ծնողը զարմանում է, որ ոչ ոք իր չափ ուրախ չէ, որ իր կորածը հետ եկավ, որ իր զավակը նորից գտնվեց, մտածում էր մեռած էր իր համար, բայց կենդանացավ, կորածը գտնվեց, որ ուրախությունը դրանում էր մեծապես կայանում։ Այսօրվա առակը շատ զգացմունքային է, շատ, և ձեզանից ամեն մեկին է վերաբերվում, որպես որդի, որ մի օր, ինչ-որ իրադարձությունից հետո, դուք Աստծուց հեռացաք, ձեր հավատքը պակասեց, սրտով հեռացաք, պարտադիր չէ միայն ֆիզիկապես, դու կարող ես լինել եկեղեցու մեջ, բայց սիրտդ այնքան հեռու լինի Աստծուց։ Դու կարող ես ամեն կիրակի իներցիայով գաս եկեղեցի, բայց միտքդ մնա աշխարհի մեջ։ Վատնի այն ունեցվածքը, որը որ դուք ունեք և ստացել եք Աստծուց, չարաշահի իր կյանքը, չարաշահի։ Պատեհիր չէ, որ լինես ֆիզիկապես հեռու, որպեսզի համարվես բանարար որդի։ Եթե զգում ես, որ սիրտդ հեռացել է Աստծուց, ուրեմն այս առակը քո մասին է։ Եթե զգում ես, որ կյանքում ինչ-որ պահի սիրտդ հեռացել է Աստծուց, ուրեմն այս առակը քո մասին է։ Եվ միշտ հիշիր, մի ամաչիր, գնա և Աստծուն ասա, Հայր, մեղաչեցի երկնքի և քո առաջ, ոչինչ ասա արժանի չեմ քո որդին կոչ, դու չես էլ հասցնի քո մտքինը մինչև վերջ շարադրել։ Աստված քեզ սպասում է, անընդհատ նայում է ճամփի վերջին, երբ իր որդին նորից կգա։ Եվ ես վստահեցնում եմ, դու անգամ ապաշխարությունդ մինչև վերջ չես հասցնի ասել։ Երբ որ հայրը քեզ այնպես կգրկի, բառերը որովայնից դուրս չի գա։
ես կարոտած կսեղմի իր կրծքին, որ դու կզգաս քեզ նորից պաշտպանված, հացալից։ Եկեք ձեզ մի բան պատմեմ։ Ամերիկացի գրող է, Էրնեստ Հեմինգուեյ, իր երիտասարդությունը 17-16 տարեկան հասակը զուգադիպեց Մեքսիկայում եղող հեղափոխության հետ։ Հեղափոխությանը հաջորդեց քաղաքացիական եղբայրասպան կռիվը։ Հեմինգուեյը հետո թերթի մեջ եւ շատ երիտասարդներ, շատ պատանիներ այդ խենթ տարիքում, այդ բորբոքուն տարիքում վերցնում ու գնում են այդ փողոցային կռիվների մասնակիցներին։ Ինչքան որ ծնողներն ուզում են հետ պահել, միևնույն է երիտասարդները անարգելով ծնողներին, չլսելով նրանց, շրջանցելով նրանց հրահանգը, գնում են որպեսզի հեղափոխությանը մասնակից լինեն, որը վերջում դառնում է եղբայրասպան պատերազմի։ Հաճախ նայում են թերթերում, թե ինչպես են երիտասարդ այդ տղաները գողությամբ զբաղվում, ապակիներ կոտրում, խանութներ, տներ թալանում, եւ ծնողները այսպես գետնին էին մտնում եւ ամաչում։ Թե ինչպես է եղբայրը եղբորը սպանում, հազարավոր երիտասարդներ այդպես տնից դուրս եկան։ Մեկը հերթում հայտարարություն է տալիս։ Ամեն առաջին էջերում գրած է. տղաս, ես քեզնից չեմ նեղացել, ես քեզ սպասում եմ։ Վաղը գնացք կա ժամը 2-ին, դեպի տուն, վերադարձիր խնդրում, ես քեզ սպասում եմ։ Առանց անունի, գրված չէր, թե տողեն ում է վերաբերվում, հեղինակը գրված չէր, անուն ազգանունը չկար որ, եւ գիտեք հաջորդ օրը քանի մարդ եղավ, կանգառում, կայարանում, որ գնաց պետք է, հազարավոր, ամեն զավակ մտածեց, սա իմ հայրն է, եւ ինքը ուզում է, որ ես գա, եւ ինքը սպասում է ինձ։ Ընդամենը մեկ տող, մեկ նախադասություն, այսինքն խնդիրն ինչու՞մն է։ Զավակը մտածում է, որ ծնողս ինձ չի ընդունի։ Շատ հաճախ դրա համար հետ չեն վերադառնում։ Մենք մտածում ենք, թե մենք այն տեսակ մեղք ենք գործել, որ վերադառնանք Աստված մեզ պիտի վանի։ Աստված Հուդային էր անգամ պատրաստ ընդունելու, ուրացող Հուդային։ Միայն թե զղջար ապաշխարեր հետ վերադառնանք։ Գիտություն ամենքից։ Ինչ է որ արած լինես քո կյանքում, բացահայտ քե թակում, գիտես միայն դու, թե խոստովանել ես մեղքերդ։ Աստծու համար միևնույնն է։ Միայն թե վերադարձիր, Աստված պատրաստ է ընդունելու իր խրատ չստացած անարատ որդուն։ Այսօրվա կիրակի խորհուրդը մեզ հուշում է եւ մեզ պարտադրում, որ ինչ էլ արած լինես, միևնույն է հետ արի, Աստված անպայման սպասում է քեզ եւ ակնկալում է քո գալու մեկ բանի համար, ուղղակի քեզ սիրում եւ առանց քեզ չի կարող։ Մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի շնորհիվ